Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 4։ Պատվիր Տիրոջը քո ստացվածքիցը և քո բոլոր բերքերի երախայրիներիցը, Առակաց 3:9 խոսք։ Սողոմոնը իր հարստությամբ Քրիստոսի նախապատկերն էր, նա, ով ոչ միայն ինքն է հարուստ, այլև հարստացնում է բոլոր իրենիններին։ Սողոմոնը մեծ դեր ունեցավ, որ երկիր այդքան շատ ոսկի ներմուծվի ու տարածվի, այնպես որ արծաթը այլևս արժեքավոր չէր համարվում։ Երուսաղեմում այնպիսի առատություն կար, որ արծաթը քարերի պես սովորական էր դարձել, իսկ մայրիները, որոնք նախկինում մեծ հազվագյուտ բան էին, այնքան էին շատացել, որ թզենիների նման սովորական էին դարձել։ Այդպիսին է աշխարհիկ հարստության բնույթը, երբ այն շատ է, իր արժեքը նվազում է։ Եվ հենց այդպես էլ հոգևոր հարստությունների վայելումը նվազեցնում է մեր գնահատականը բոլոր երկրային ունեցվածքների նկատմամբ։ Եթե ոսկու առատությունը արծաթը դարձնում է այդքան աննշան, ապա միթե իմաստությունը, շնորհը և երկնքի նախախնամությունները, որոնք ոսկուց էլ շատ ավելի թանկ են, չեն դարձնի երկրային հարստությունները առավել աննշան։ Սողոմոնը բազմապատկելով իր հարստությունը, նվազեցրեց արծաթի արժեքը, որ այն այլևս ոչինչ էր համարվում։ Ահա այդպիսին է աշխարհիկ հարստության բնույթը, երբ այն շատ է, այն կորցնում է իր արժեքը, ապա որքան ավելին հոգևոր հարստությունները կնվազեցնեն բոլոր երկրային հարստությունների արժեքը։ Եթե ոսկու առատությունը արծաթը դարձնում է արհամարելի, ապա միթե իմաստությունը, շնորհը և երկնքի նախախնամությունները, որոնք ոսկուց շատ ավելի արժեքավոր են, չեն ստիպի, որ ոսկին էլ թեթև բան համարվի։ Սողոմոնի մեծության մեջ կարող ենք տեսնել Աստծո խոստման կատարումը, և թող հենց դա մեզ քաջալերի փնտրել Աստծո արքայության արդարությունը։ Նա էր այն մարդը, ով ճաշակելով բոլոր երկրային վայելքները, գրեց մի գիրք ցույց տալու համար աշխարհի բոլոր բաների ունայնությունը և հոգու տառապանքը, որ դրանք բերում են, և այն հիմարությունը, որով մարդիկ իրենց սրտերը կապում են դրանց հետ։ Եվ հենց նա նաև հորդորեց դեպի լուրջ աստվածապաշտություն, որովհետև դա անհամեմատ ավելի կարող է մեզ երջանկացնել, քան ամբողջ այն հարստությունն ու իշխանությունը, որին նա տիրապետում էր, և Աստծո շնորհով դա հասանելի է նաև մեզ։